շոու է անում ժողովրդի առջև։ Ժորժ ջան, ըստ իմ տեղեկությունների 15,000 մարդ է աշխատում Ծառուկյան Գագոյի հիմնարկ ձեռնարկություններում։ Իմացեք, որ մարդկանց այդ մասը չի ստանալու իր հասանելիք աշխատավարձը, քանի որ ամբողջը կալանավորված է։ Մարդկանց այդ մասը կորցնելու է եւ փտնելու է նոր աշխատանք։ Ու եթե հույս ունեք, որ Ծառուկյանի սեփականությունը հասնելու է ձեզ, եթե իրա ձեռքից առավ, շատ ուշղալ սխալվում եք։ Ասեմ դες, ես Ծառուկյան Գագիկի հետ մի քանի անգամ շփում ունեցել եմ եւ տեսել եմ, որ ինքը շատ ձեր լեզվով ասած բարյադշնի տղա է, կարգին տղա է, որպես տղամարդ, որպես մարդ, որպես բիզնեսմեն եւ թասիբել ունի։ Իսկ հիմա այդ ինչ որ իրա ձեռքից կվերցնի, կծախի իր կողքի ամենաանթասիբ մարդուն, որի համար Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի նշանակում։ Դրանցից մեկը ինձ ասել էր, որ հələ այն ժամանակ, որ ինքը շատ ուզում է Ադրբեջանից նավթ ու գազ առնի։ Դե, չգիտեմ, տվին իրան այդ գործը, չտվին, այդ երկրորդ հարցն է, բայց ասեմ, որ այսօրվա տեղի ունեցողը Հայաստանի Հանրապետություն, որ կուրախանա, որ նման գործողություններ արել։ Ճիշտն ասած, ես չգիտեմ ազգային անվտանգության ծառայությունը ինչ կապ ունի, որ ավտոմոտով գնում է զավոդի կողքնական։ Ձեր գործը մի քիչ ուրիշ կոմ է։ Դուք դրա համար չեք ստեղծված։ Դուք ԱԱԾ չեք, ես ձեզ ասել եմ։ Դուք Նիկոլ Փաշինյանի շեստյորկ եք։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ճիշտ է, ձեր մեծ շիկան շատ կարքին տղեկ, շատ բաներ, շատ նորմալ տղեկ, որոնց ճանաչում եմ, որոնք մարտական փորձ ունեն, որոնք կարքին մասնագետներ են։ Բայց գիտեք, Հայաստանում եւ ԱԱԾ-ի վերխուժկեն, եւ քնչականի վերխուժկեն, եւ մնացած դատախազ, մատախազ կներեք մի մասը, որը որ ղեկավարում է այդ կազմակերպությունները, շեստյորկա են։ Վազելով ամեն մեկը ուզում եք ցույց տաք, ով ավելի շատ շեստյորկա, այսօրվա այդ ղեկը։ Նորից ձեզ բոլորիդ ասում եմ։ Սա վերջին ընտրությունը չի ես մի տարվա մեջ։ Ու ձեզ ուզում եմ ասեմ, առաջինն եք փախնելու, ծակ եք գտնելու, մկան ծակ եք գտնելու, որ ձեզ չկպնեն, որտեղ սրա օրերը այդքան երկար չի տևի։ Կնայեք պատոհանից, ձեր պատոհանից ու կտեսնեք ինչա կատարվում փողոցում։